Ամեն ինչ սկսվեց հենց Կասյան Կոմիտաս խաչմերուկից։ Համաեվրոպական մրցույթը մեկնարկելուն պես Եվրատեսիլյան եռուզերը վարակել էր ամբողջ Երևանին, տանը, փողոցներում, մեքենաներից, բացօթյա սրճարաններից։ Ամենուրեք բոլորը շունչը պահած հետևում էին երգի տոնի զարգացումներին։ Իսկ մարզահամերգային համալիրում տիրող մթնոլորտը խոսքերով եւ նույնիսկ կադրերով փոխանցելն ուղղակի անհնար էր։ Մոտ 2 ժամ տևած մենահամերգից հետո Արամ Էմպետրին ու իր անդավաճան հանդիսատեսը միասին մնացել էին համերգասրահում եւ սատարում էին Իվետ Ամուկուչյանին, սրտատրոփ սպասելով նրա ելույթին։ Իվետան շատ ուժեղ վոկալ ունի ու Unbreakable. Երբ միտքը առաջացավ, գիտեիք որ Եվրատեսիլի Միտքը առաջացավ, ճիշտ ասած սկզբում չգիտեինք, հետո ենք իմացել։ Այսինքն իմանալուց անմիջապես հետո մտածեցինք անել նման բան, խոսեցինք ղեկավարության հետ, հասկացանք, որ հնարավոր է տեխնիկապես ստանալ այստեղ ուղիղ եթեր, ու դրանից հետո արդեն հայտարարեցինք։ Եվ վերջապես Հայաստան։ Չնայած բավականին ուշ ժամին ու քնաթաթախ աչքերին հանդիսատեսը ուղիղ 4 ժամ դահլիճում էր։ Բեմի վրա հայտնվեց Իվետան, նրանց հուզմունքը կրկնապատկվեց։ Իսկ միջազգային էլեկտրոնային մամուլն էլ պահը բաց չթողեց։ Լրատվամիջոցները ողողվեցին, Հայաստանի ներկայացուցիչը կրկին սիրո ցունամի բարձրացեց Եվրատեսիլյան բեմում։ BBC-ն էլ իր Facebook-յան էջում նորից մեկնաբանեց Քարդաշյաններից հետո Հայաստանի լավագույն դեմքը։ Այս օրերին Իվետայի մասին չէին դադարում խոսել նաև մի շարք հեղինակավոր պարբերականներ, այդ թվում Տելեգրաֆը, Դոչե Վելեն ու Եվրոնյուզը։ Պատճառը ոչ միայն նրա մոդելային արտաքինն ու տպավորիչ ելույթն էր, այլ մեր երգչուհու համարձակությունը։ Արցախի դրոշը տեսախցիկների առջև ծածանելու փաստին Եվրոնյուզը անդրադարձավ մայիսի 11-ի իր բոլոր թողարկումներում, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ։ Եվրատեսիլ 2016-ի եզրափակիչի մեկնարկից մի քանի ժամ առաջ երգչուհու երկրպագուները Ստոկհոլմի երկնքում Գլոբեն մարզահամերգային համալիրից մի քանի 100 մետր բարձրության վրա օդային հաղորդագրություն ուղարկեցին մեր պատվիրակին։ Արցախը սիրում է Իվետային։ Իվետան շատ ազատամիտ աղջնակ է եւ ինձ թվում է, որ նա արեց այն, ինչ որ ուզում էր անել, այն ինչի մասին մտածել էր եւ այն ինչ պարտավոր էր անել որպես իսկական հայ։ 150 միլիոն եվրոպացի տեսան Արցախի դրոշը եւ Իվետան առաջին գծում էր մեր տղաների հետ միասին։ Our 12 points from Spain go to Armenia. Armenia. 12 points. Ամբողջ Եվրատեսիլի պատմության մեջ փոխվել էր քվեարկության արդյունքները ներկայացնելու ձևը։ Այս անգամ ժյուրիի գնահատականները ներկայացվեցին առանձին, ինչից անմիջապես հետո միանգամից հայտարարվեցին հեռուստաքվեարկության ցուցանիշները։ Մեր երկիրը 249 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող մոր կողմից հայ Ջամալան, երկրորդ տեղը զբաղեցրեց Ավստրալիան, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանի ներկայացուցիչը։ Ողջունում եմ բոլոր Եվրատեսիլի ֆաներին, որոնք նույնպես քնած չեն այս ժամին։ Ես շատ էի սպասում Իվետայի ելույթին, ես երգը երևի մի 1000 անգամ լսել եմ։ Ինչքան որ ոգևորված եկել էի Արամի համերգին, այդքան սպասում էի Եվրատեսիլին։ Մեր այս տարվա պատվիրակը Իվետ Ամուկուչյան անթերի էր։ Հայաստանը փայլում ներկայացրեց, շնորհակալ ենք։ Երևի թե առաջին անգամ, որ բեմում տեսա մարդ, որ կուզենայի, որ իրոք այդպիսին լինի։ Թե իր արտաքինը, թե իր ձայնը, թե ներկայացնելու ձևը, թե իր ելույթը անցյալ անգամ Արցախի դրոշից հետո ապրինքը հպարտ է։ Համամիտ եմ բոլորի կարծիքի հետ, որ նա արժանի էր Ջասթին Թիմբերլեյքի հետ նույն բեմում հանդես գալու համար։ Իսկ մրցույթի պատվավոր հյուր Ջասթին Թիմբերլեյքը ևս անտարբեր չէր մնացել Իվետայի հանդեպ։ Երգիչը կանաչ սենյակում հատուկ մոտեցել եւ հաճախոսել էր նրան։ Շատ գոհ եմ նրա ելույթից, նա աչքի է ընկնում իր ազատությամբ, իր արտիստական պահելաձևով, որը ոչ բոլոր հայ երիտասարդներն են կարողանում անեն, լինելով նույնիսկ շատ լավ
երկիչներ։ Եվրատեսիլյան մեծ ընտանիքը Իվետա Մուկուչյանին որակեց 10 տարվա ընթացքում հայաստանյան բոլոր մասնակիցներից ամենատպավորիչը։ Եվրատեսիլը լուսաբանող ամենահայտնի Vivi բլոգը մեր պատվիրակի տեսահոլովակը ճանաչեց լավագույնը, իսկ Իվետան հռչակվեց Եվրատեսիլ 2016-ի ամենագեղեցիկ մասնակիցը։ Հասմիկ Առաքելյան, Հակոբ Թումանյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին ալիք։